մարդի կարծիքի հետ հաշվի նստի։ Իր մոտեցում են, որ պիտի ժողովուրդը իր կարծիքի հետ հաշվի նստի։ Ու իր կարծիքները կարող ասենք դու օրվա մեջ 10 անգամ փոխվի։ Մի օր ասի Արցախը Հայաստանն է, մի օր ասի մենք պիտի Արցախին աջակցենք, մի օր պիտի ասի հաջորդ օրն ասի չէ Արցախը Ադրբեջան։ Ինչը որ ասում է, պիտի բոլորը իր կարծիքի հետ հաշտվեն։ Եթե մի մարդ կա, որ իր կարծիքից տարբերվում է, այդ մարդկանց ինքը ոչնչացնում է։ Ամեն դեպքում ասում են, որ իրավական իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ Ինչ իրավական, որտեղ է իրավական process, որտեղ է այսինքն մարդը, որը 6 տարվա 3 ամսվա ազատազրկման ենթակա էր, ասենց ազատ ընտրվել էր, աշխատում էր, պաշտոնավարում էր, հա։ Եթե մարդը, որը որ օդանավակայանից իր ընտանիքին հանդիպելու հնարավորություն չունի, որովհետև ինքը տենց մի հատ մեծ մեղք է գործը, բայց մինչև հիմա ինչ էր անում։ Պարզը որ ստե իրավական գործընթաց երբ է սկսվել այս կարգի հետապնդումը, երբ որ մարդ առաջադրվել է վարչապետի թեկնածու, տենց է։ Հիմա այն մարդիկ, ովքեր քիչ առաջ դե խոսում էր իմպիչմենտի մասին, ընտրությունների մասին։ Հիմա եթե ընտրություն լինի, բոլոր ցուցակների առաջի համարները պիտի լինեն վարչապետի թեկնածու։ Հիմա Դավիթ Համբարձումյանը վարչապետի թեկնածու էր իմպիչմենտի գործընթացով։ Հիմա տենում ենք, չէ՞ ինչ ճակատագրային քարը։ Հիմա ովքեր մտադիր են, որ պիտի ընտրությունները մնան վարչապետի թեկնածու, այսի պիտի տեսնեն իրանց միջավայրում, որ դա կատարվելու է իրանց հետ։ Իհարկե սա լավագույնն է, որովհետև կարա նաև սպանեն։ Հասկանալի է ձեր տեսակետը, շնորհակալություն։